Միջազգային top 10 թեմաների ամփոփումը Եվրամեդիա 24 հեռուստաընկերության եթերում։ Ինդոնեզիան պաշտոնապես ստացել է Ֆրանսիայից առաջին Ռաֆայել տեսակի բազմաֆունկցիոնալ կործանիչները, մեկնարկելով իր զինված ուժերի խոշորագույն արդիականացման ծրագրերից մեկը։ Այս քայլը դիտվում է որպես ռազմավարական պատասխան Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում աճող լարվածությանը և Չինաստանի ազդեցության ուժեղացմանը։ Գործարքը նախատեսում է մինչև 42 կործանիչների մատակարարում, ինչպես նաև ֆրեգատներ և սուզանավեր։ Փորձագետների կարծիքով Ինդոնեզիան այսպիսով փորձում է հավասարակշռել մեծ տերությունների ազդեցությունը և ամրապնդել իր դիրքերը տարածաշրջանային անվտանգության համակարգում։ Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հրապարակային կոչ է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ներողություն խնդրել Աֆղանստանի վերաբերյալ իր հայտարարությունների համար։ Վերջինս ըստ Բեռլինի և այլ եվրոպական մայրաքաղաքների նվազեցնում է Հյուսիսատլանտյան դաշինքի եվրոպական զինվորների դերը և զոհաբերությունը։ Այս հայտարարությունը նոր լարվածություն է ստեղծել Վաշինգտոնի և նրա եվրոպական դաշնակիցների միջև, հատկապես անվտանգության և համատեղ ռազմական պատասխանատվության հարցերում։ Վերլուծաբանները զգուշացնում են, որ նման հայտարարությունները կարող են խորացնել վստահության ճգնաժամը ՆԱՏՕ-ի ներսում։ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ անվտանգության երաշխիքների վերաբերյալ համաձայնագիրը ամբողջությամբ պատրաստ է և սպասում է պաշտոնական ստորագրմանը։ Փաստաթուղթը մշակվել է երկար բանակցությունների արդյունքում և նախատեսված է ամրապնդելու Ուկրաինայի պաշտպանունակությունը Ռուսաստանի հետ շարունակվող հակամարտության պայմաններում։ Համաձայնագրի ստորագրումը կարող է դառնալ շրջադարձային պահ Ուկրաինայի երկարաժամկետ անվտանգության համար և հստակ ազդակ ուղարկել Մոսկվային։ Արևմուտքում այն դիտվում է որպես քաղաքական և ռազմավարական պարտավորության նոր մակարդակ Կիևի նկատմամբ։ Չինաստանի բարձրաստիճան պաշտոնյաները Պեկինում բանակցություններ են վարել Իսլամական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ։ Քննարկումների կենտրոնում եղել են Մերձավոր Արևելքում աճող լարվածությունը, Իրանի շուրջ զարգացումները և տարածաշրջանային անվտանգության հարցերը։ Չինաստանը կոչ է արել քաղաքական լուծումների և փորձել դիրքավորվել որպես հավասարակշռող ուժ ԱՄՆ ռազմական ներկայության աճի ֆոնին։ Չինաստանի նախագահ Սի Ցզինփինը Հնդկաստանի Հանրապետության օրվա առթիվ հայտարարել է, որ Պեկինը և Նյու Դելին մնում են լավ հարևաններ, վստահելի գործընկերներ և բարեկամ երկրներ։ Այս հայտարարությունը հնչել է գլոբալ քաղաքական լարվածության խորացման պայմաններում, երբ միջազգային համակարգը ենթարկվում է ճնշումների, ԱՄՆ-Եվրոպա տարաձայնություններից մինչև նոր ուժային կենտրոնների ձևավորում։ Չինաստանի և Հնդկաստանի շեշտադրումը կայունության, խաղաղ համակեցության և տնտեսական զարգացման վրա ընկալվում է որպես ազդակ, բազմաբևեռ աշխարհում հավասարակշռություն պահպանելու փորձ։ Դիվանագետների կարծիքով սա կարող է վերափոխել Ասիայի ռազմավարական դերը և ազդել գլոբալ ուժերի բաշխման վրա։ Եվրոպական պետությունները և նրանց դաշնակիցները կարող են դիմել ոչ ստանդարտ քաղաքական քայլերի։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ագրեսիվ արտաքին քաղաքականությանը հակազդելու համար։ Վերլուծական շրջանակներում այս մոտեցումը անվանում են գեոքաղաքական ջիուջիցու, օգտագործելով հակառակորդի ուժը նրա դեմ։ Հատկապես Գրենլանդիայի շուրջ ստեղծված լարվածությունը ցույց է տալիս, որ միասնական եվրոպական դիրքորոշումը կարող է լրջորեն սահմանափակել Վաշինգտոնի մանևրելու հնարավորությունները։ Այս զարգացումները վկայում են, որ Արևմուտքի ներսում ձևավորվում է նոր ուժային դինամիկա։ Ճապոնիայի իշխանությունները հաստատել են, որ սերտորեն համակարգում են իրենց քայլերը ԱՄՆ-ի հետ արտարժութային շուկաներում հնարավոր միջամտությունների շուրջ։ ԻՆԱ-ի կտրուկ տատանումները պայմանավորված են ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական գործոններով, ներառյալ գլոբալ լարվածությունն ու Վաշինգտոնի քաղաքական դիրքորոշումները։ Այս համագործակցությունը ընդգծել է, թե որքան խորն է քաղաքականության և ֆինանսական շուկաների փոխկապակցվածությունը։ Փորձագետները զգուշացնում են, որ ցանկացած սխալ հաշվարկ կարող է ունենալ գլոբալ հետևանքներ։ Թայվանը հայտարարել է, որ ուշադիր հետևում է Չինաստանի ռազմական ղեկավարության մեջ տեղի ունեցող աննորմալ փոփոխություններին։ Սի Ցզինփինի մերձավոր գեներալներից մեկի հեռացումից հետո Թայբեյը մտահոգված է, որ ներքին վերադասավորումները կարող են ազդել տարածաշրջանային անվտանգության վրա և ուժեղացնել ճնշումը կղզու նկատմամբ։ Չնայած պաշտոնական լռությանը, իշխանությունները չեն թաքցնում, որ Չինաստանը շարունակում է դիտարկել ուժի կիրառման հնարավորությունը։ Այս իրավիճակը սրում է Արևելյան Ասիայի արդեն իսկ փխրուն անվտանգային միջավայրը։
Ուկրաինան խստացնում է ջանքերը արագացնել իր Եվրամիության անդամակցությունը, ընդգրկելով այն ավելի լայն խաղաղության եւ վերակառուցման ծրագրերի մեջ։ Այս մասին հայտնել է Վլադիսլավ Կաչկան, ընդգծելով, որ անհրաժեշտ է բոլոր Եվրամիության անդամ պետությունների քաղաքական կամք ճշգրիտ անդամակցության ամսաթվի համար։ Քննարկվում է նույնիսկ 2027 թվականի հնարավոր մուտքագրումը կամ ապրանքների ժամանակավոր մոդել կառուցային ազատաշնորհներով։ Այս գործընթացը կապված է Ուկրաինայի հակամարտությունից վերականգնման 800 միլիարդ եվրո ծրագրի հետ, որը դեռ շարունակում է քննարկվել Եվրամիության եւ ԱՄՆ-ի հետ։ Չինաստանում սկսվել է աննախադեպ քաղաքական դաշտի մաքրում, որը հասել է նախագահ Սի Ցինփինի ամենամոտ դաշնակիցներին։ Reuters-ի փոխանցմամբ հետաքննության թիրախ է դարձել ՉԺՀ բարձրագույն ռազմական ղեկավարներից մեկը։ Պաշտոնական պատճառը կոռուպցիա եւ կուսակցական կարգապահության խախտում, սակայն վերլուծաբանները սա դիտարկում են որպես իշխանության կենտրոնացման նոր փուլ։ Քայլը հստակ ազդակ է Չինաստանի քաղաքական էլիտային, անգամ հավատարմությունը չի երաշխավորում անվտանգություն։ Այս զարգացումը տեղի է ունենում ԱՄՆ-Չինաստան մրցակցության, ինչպես նաև Թայվանի շուրջ աճող լարվածության ֆոնին։